Ժառանգության իրավունքը ինքը ամենահին ինստիտուտներից է, որը դեռ գալիս է հռոմեական իրավունքից եւ կարծում եմ չկա որևէ մի երկիր, որտեղ ժառանգության ինստիտուտը ըստ էության չգործի, տարբեր երկրներում տարբեր մեխանիզմներ կա, ժառանգության ձևակերպման տարբեր հերթեր, օրինակ Ռուսաստանի Դաշնությունը, որքան գիտեմ 8, որոշ երկրներում 6, մեր մոտ 4 հերթեր կան ժառանգության եւ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է ըստ կտակի, ըստ օրենքի ժառանգության ընթացակարգերը, ժառանգության հերթերը, պարտադիր բաժնի իրավունքը, ժառանգությունից զրկելու եւ այլ տեսակի հարցերը փակվում են կամ կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ։ Ըստ էության անձը միջև իր մահանալու պահը ինքը միանգամայն ազատ է իր ցանկությամբ տնօրինելու իր գույքը եւ կտակել որևէ մի անձի, պետությանը, որևէ կազմակերպությանը իր գույքը եւ միջև անձի մահանալը նա կարող է վերացնել իր կտակը, կարող է փոփոխության ենթարկել եւ պրակտիկայում օրինակ լինում են դեպքեր, որ ենթադրենք անձը կտակել է իր գույքը որևէ մեկին տեղյակապահել է անձին դրա վերաբերյալ, հետո փոխել է կամ վերացրել է, անձին տեղյակ չի պահել, մարդը գիտի, որ ասենք հա իր անունով կտակած գույք կա, հետո անձը մահանում է եւ ինքը դիմում է նոտարական գրասենյակ, իմանում է, որ կտակը փոխվել է կամ վերացվել է, պրակտիկայում իհարկե այդպիսի դեպքեր են լինում։ Եվ եթե կա կտակ, իրեն տրվում է ըստ էության, հա, առաջնահերթություն, կտակի բացակայության պարագայում արդեն ըստ օրենքի ժառանգության ձևակերպում է տեղի ունենում նոտարի կողմից, կան ժառանգության 4 հերթեր, ըստ օրենքի ժառանգության առաջի հերթը դա մահացած անձի երեխաներն են, ծնողներն են, կինն է կամ ամուսինը, երկրորդ հերթը դա իր եղբայրներն են, քույրերը, երրորդը տատիկ, պապիկ եւ չորրորդը հորեղբայր, մորքուր, քեռի, հորաքույր, այս կատեգորիայի բարեկամներն են, այնտեղ կա նաեւ ներկայացման իրավունքով ինստիտուտը եւ որ կտակի առաջացման պահին ենթադրենք անձի եղբայրը մահացած է լինում եւ արդեն ներկայացման իրավունքով կարող է իր մահացած ազգականի երեխան դիմի արդեն ժառանգության նպատակով։ Պետք է հաշվի առնենք, որ ժառանգության ինստիտուտը ինքը սկսում է գործել անձի մահից հետո եւ երբ որ անձը մահանում է եւ այն անձինք ովքեր հավակնում են ստանալ ժառանգություն, հա, իրենք պետք է 6 ամսվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացնեն նոտարական գրասենյակ, արդեն նոտարը իրենց կներկայացնի այն անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որ իրենք պետք է ներկայացնեն նոտարին ժառանգությունը ձևակերպելու համար, սակայն ցավոք շատ են լինում նման դեպքեր, երբ որ անձինք բաց են թողում 6 ամսվա ժամկետը, դիմում են դրանից հետո դա իհարկե անհնարին չի դարձնում գործընթացը, բայց ուղղակի բարդացնում է թե նոտարի աշխատանքը, թե ավելանում է այն փաստաթղթերի ծավալը, որ անձը պետք է ներկայացնի, արդեն պետք է այնտեղ փորձել հիմնավորել, որ 6 ամիս անցել է, բայց անձը փաստացի ընդունել է ժառանգությունը, այնտեղ արդեն կարող է վկաներ ներգրավելու խնդիր լինի, ինչ որ այդ կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների, օրինակ ՀԵՑ, Գազպրոմ եւ այլն, Վիոլաջուր փաստաթղթեր ներկայացնել, որ փաստացի անձը շարունակել է այդտեղ բնակվել, կատարել է կոմունալ վճարները, այսինքն փաստացի ընդունել է, ճիշտ է, չի դիմել, մի խոսքով ավելի դժվարացնում է այդ process-ը եւ իհարկե ես կհորդորեի քաղաքացիներին իրենց մերձավոր ազգականի մահից հետո հենց 6 ամսվա ընթացքում այցելել նոտարական գրասենյակ եւ ներկայացնել ժառանգություն ընդունելու վերաբերյալ իրենց դիմումը։ Լինում են դեպքեր, որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով նոտարը մերժում է ժառանգության ձևակերպումը եւ այստեղ էլ մենք ունենք խնդիր, որ շատ դեպքերում շատ մեծ դժվարությամբ է, որ նոտարները տրամադրվում են այդ մերժման որոշումը։ Ես ինքս իմ փաստաբանական գործունեության պրակտիկայում առնչվել եմ նման դեպքերի, ինչը իհարկե արդեն մարդու համար խնդիր է ստեղծում դատական կարգով իր իրավունքների պաշտպանության նպատակով։ Լինում են դեպքեր, երբ որ ասենք ժառանգները իրար միջև
մինչև որևէ բան չեն կիսում, համաձայն չեն եւ այլը, եւ դիմում են դատարան, վիճարկում են ժառանգության գործընթացը, իրենց թվում է, հա, որ ինչ որ ապօրինի գործընթաց է տեղի ունեցել ժառանգության ձևակերպման, դրա արդյունքում իրենց իրավունքները խախտվել են եւ ուրեմն դա դառնում է արդեն դատաքննության առարկա կամ ենթադրենք, հա, ես պրակտիկայում ունեցել եմ դեպք, որ երբ որ անձի հորեղբայրը մահացել է, ինքը դիմել է նոտարական գրասենյակ, որպեսզի ժառանգություն ձևակերպվի, անցել են որոշակի ամիսներ, հետո ինքը այցելել է նոտարական գրասենյակ, որ հասկանա ինչ է եղել, նոտարը տեղեկացրել է, որ այդ անձի տղան է եկել, մի հատ ուղղակի դիմում է գրել, որ ես այս անձի տղան եմ, չի ներկայացրել որևէ փաստաթուղթ եւ նոտարը սպասում է մինչեւ ինքը բերի այդ փաստաթղթերը։ Տվյալ անձը զարմանք էր հայտնել, որ տվստ իր ինֆորմացիա իր հորեղբայրը երբեք չի ունեցել տղա։ Եվ հետո արդեն հարց առաջացավ արդյոք այդ անձի տղան է, այդ անձի տղան չէ, որտեվ հա փաստաթղթերի հետ կապված խնդիր կար, մի խոսքով շատ բարդ process էր, որտեվ պարզվեց, որ ընթացքում այդ անձը իր անունն է փոխել, ինչ որ փաստաթղթեր ներկայացվեց, մյուս կողմը դատարան, այդ ընթացքում այդ անձը մահացավ, այնտեղ որպես իրավահաջորդներ իր երեխաները ներգրավեցին, մի խոսքով շատ այսպես բարդ, խուճուճ եւ տարիներ ձգվող դատական process ստացվեց, լինում են նաև այսպիսի դեպքեր։ Իսկ ինչ վերաբերվում է ժառանգության իրավունքի եւ սեփականության իրավունքի փոխկապակցվածությանը, մեր սահմանադրության կամ ՄԻԵԴ-ի տեսակետից կապը իհարկե միանշանակ է, որովհետեւ ժառանգության ձևակերպումը ինքը տվյալ անձի համար միանշանակ սեփականության իրավունք է առաջացնում կամ հակառակը։ Ինչ-ինչ հանգամանքներից ելնելով ժառանգության չձևակերպումը արդեն զրկում է տվյալ գույքի նկատմամբ անձի սեփականության իրավունքից, այսինքն նման կարգի դեպքերում, երբ որ անձը ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չի կարողանում տվյալ գույքի նկատմամբ ձևակերպել իր ժառանգությունը, փաստորեն զրկում է իրեն այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից։ Այստեղ մենք դարձյալ ունենք ճկունության խնդիր, հա, որովհետև մենք ունենք օրենսդրական սխեմաներ, որոշակի, որ այդ սխեմաներով են աշխատում թե նոտարները, թե դատարանները, բայց լինում են տարբեր իրավիճակներ եւ օրինակ, հա, այսպիսի մի դեպք ենթադրենք բերեմ։ Նոտարը, ասենք ենթադրենք, ուզում է որոշակի փաստաթղթեր, հա, որպեսզի ժառանգությունը ձևակերպի, ելնելով օրենսդրական կարգավորումներից, ինչ որ իր մոտեցումներից, սխեմաներից։ Օրինակ որևէ մի փաստաթուղթ օբյեկտիվ պատճառով անձը ունի հնարավորություն ներկայացնելու եւ այս պարագայում նոտարը մերժում է, ասում է դե այս փաստաթուղթը չկա, օրինակ, հա, համայնքը չի տվել տեղեկանք, հա, որ դուք կատարել եք գույքահարկի վճարում։ Համայնքն էլ չի կարող տրամադրել, օրինակ, համայնքների խոշորացում է տեղի ունեցել, դրա արդյունքում հասցեները փոխվել են, ինչ որ իր բազաների խնդիր ունի, տվյալ հասցեն չի արտացոլվում իր բազայում։ Այդ տանը տրվել է մեկ այլ հասցե եւ համայնքը ասում է ես չեմ կարա տամ նման տեղեկանք։ Նոտարը ասում է համայնքը չի կարողանում տա տեղեկանք, ես չեմ ձևակերպում ժառանգությունը։ Եվ արդեն հարց է առաջանում, իսկ ինչպես վարվել այս դեպքում։ Այսինքն ստացվում է, որ ակնհայտ փակուղի է մտնում այդ իրավիճակը, այսինքն այսպես տարիներով, տասնամյակներով, հարյուրամյակներով օդում կախված մնա այդ անշարժ գույքը, որովհետև գնալով այդքան ժամանակ անցնելու բարդանալու է այդ գործընթացը։ Այսպիսի դեպքեր են լինում պրակտիկայում։ Ես իհարկե հասկանում եմ, որ պետք է բոլորը ղեկավարվեն օրենքով, սահմանված ինչ-որ ընթացակարգերով, բայց պետք է ավելի ճկուն լինի մեխանիզմները, պարբերաբար պետք է վերանայվեն, այսինքն այնպես լինի, որ անձը այնուամենայնիվ իհարկե պահպանելով որոշակի իրավական ընթացակարգ, բայց այնուամենայնիվ կարողանա օբյեկտիվորեն իր ժառանգությունը ձևակերպել։